Ներկայացնում ենք Իժ Տոկի պահկված ծագերին։ Անի Խութավերցյան, Անուշ Զուրաբյան, Նանա Սարգսյան, Մարի Դանիելյան, Աննա Օկկանեզովա, Տաքսիստ Անդո։ Անունները շարունակելի։ Հիմա հասարակությանը ներկայացնենք փաստերը, թե ինչու է Դոկը Իժ, իսկ սրանք Իժի ձագեր։ Իժը միակ սողունն է, ով ձագեր ունենալուց հետո բոլորին հետապնդում և ուտում է։ Այդ բնազդը տիպիկ բնորոշում է տափաստանային արվամոլ Դոկին, ով ծվից դուրս գալուն պես հետապնդում է իր ձագերին։ Ձագերից ողջ են մնում միայն նրանք, ովքեր կարողանում են ջարդկորեն թաքնվել քարերի արանքում, որպեսզի չդառնան Իժ Տոկի զոհն ու կերը։ Դրա համար մեջբերված մարդկանց անվանում ենք Իժ Տոկից պահկված ձագեր։ Եվ մայր Իժը, հույսը դնելով իր թաքնված ձագերի վրա, որ եթե հանկարծ իրեն դատավարության վճռի արդյունքում արտահանձնեն Հայաստանի Հանրապետության իրավապահներին, հույսը կարող է դնել իր իսկ թաքնված, խորշերում դարան մտած ձագերի վրա, ովքեր բաց կրծքերի ակցիաներ կարող են իրականացնել տարբեր դեսպանատների առջև։ Այստեղ նա սխալվում է, մոռանալով հակազդման ուժի օրենքը, որովհետև մայր Իժին արտահանձնելու դեպքում առաջին հարվածը նրան հասցնելու են տարբեր անկյուններում թաքնված և ողջ մնացած ձագերը։ Ի դեպ, շարունակելի է Իժի ձագերի ցուցակը, ինչպես նաև նրանց կերակրող գլուխների, որոնց անունների և բացահայտումների մասով բում է սպասվում։